Բարերեկո Ժողովուրդ ջան։ Բարի երեկո բոլորիդ։ Մոտել եմ մի հայտարարություն անեմ, կարճ եմ լինելու, բայց ուզում եմ մի բան ասեմ։ Լավ, ես կխոսեմ, մինչև կմիանաք։ Ժողովուրդ ջան, ուրեմն նախ ուզում եմ մի կարևոր բան շեշտեմ, էլի, ուրեմն այս հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, ընկերներս, չգիտեմ, Facebook-յան ընկերներս, բոլորը գիտեն, որ ունեմ ընկերներ տարբեր դաշտերից, սենց ասեմ, հա, բայց ոչ մեկի ես ոչ պարտադրում եմ, որ դաշտին հարեն, որ կոմ գնա, ոչ էլ իրենք են ինձ պարտադրում։ Բայց կան մարդիկ, ովքեր որ ինձ ուզում են ուղղություն ցույց տան, որ ես սխալ ճանապարհի վրա եմ, իբր իրենց մտածելով էլի։ Օրինակ եմ բերում, ասում եմ, գրում են, շատ էլ մեզ պետք է այդ մայկաներա, սրտիկներով կամ չգիտեմ ինչերով։ 5 տարի գնացիր Ադրբեջանի բանտում, այսօր եկել ես Նիկոլ Փաշինյանին ես պաշտպանում, սրտիկներով մայկա ես սարքում։ Ես գիտեմ 5 տարի ուր եմ եղել, ես գիտեմ ինչ եմ անում, ես գիտեմ որն է ճիշտ, որը սխալ իմ համար։ Ես իմ կյանքն եմ, չէ, ապրում։ Եթե մարդիկ կան, ովքեր որ կարան, ասեն ինչ որ բան սխալ եմ անում ու հիմնավորեն իմ ասածները, իմ գործողությունները, որպես սխալ, թող հիմնավորեն, բայց ուղղակի մի ասեք ինչ որ բան ասելու համար։ Կամ շատ էլ մեզ պետք է այդ մայքեն, գրում է կոմենտարային ասենք գրում։ Պետք չխես գրում։ Կամ այս էջը բան, հոգնանք արդեն այս էջից նայելուց։ Խես մտնում նայեմ։ Ինչի համար ես նայեմ։ Մի նայի։ Ես ինչ որ մեկի խնդրել եմ մտնեն իմ էջը նայեն, ում հետաքրքիր է նայեմ են։ Ում հետաքրքիր չի նայեմ։ Տրամաբանական է, չէ՞։ Ով ում կարա ստիպի ինչ որ վիդեոռոլիկ նայի կամ չգիտեմ ինչ որ մեկի ծաղիկ գնի կամ ֆուտբոլ կամ մայկա գնի կամ չգիտեմ ինչ անի, ով ինձ ցանկանում է անում է, ճիշտ է։ Կամ մարդիկան գրում են դու հիմա նիկոլական ես թե ինչական ես, եթե դու հայ ես, դու պետք է նիկոլական չլնես։ Այ քեզ բան, այդ ի՞նչ է նշանակում։ Դու հայ ես, դու պետք է նիկոլական չլնես։ Ես հայ եմ ու գիտեմ իմ գաղափարախոսությունը որն է, ուր եմ ես գնում, ու ոչ մեկ չի կարա ինձ ասի, թե որն է ճիշտ, որը սխալ է։ Հետո մտածում, որ ինձանից ավելի խելացի է իմ հայացքները դատելու, իմ կյանքը ապրելու հետ կապված։ Ով կարա ասի։ Ով կարա իմ փոխարեն ճիշտ ու սխալը որոշի։ Դուք իմ փոխարեն 5 տարի Բաքվի Բերդում եղաք։ Ես կյանք դրեցի իմ պետության համար ու հայտնվեցի թշնամու դաշտում։ Ու ես 5 տարին այնտեղ նստա, իմ փոխարեն ոչ մեկ չնստեց այնտեղ։ Ու ոչ մեկ չեկավ ինձ օգնության, ոչ մեկ իմ համար, չգիտեմ, սարեր չպատրեց։ Ոչ մի բան չարեց։ Ու այսօր ուղղություն եմ փորձում ցույց տալ։ Ով գիտի Նիկոլ Փաշինյանն ինչ արել, որ ես եկել հասել եմ Հայաստան։ Ով գիտի։ Ես շատ բան հələ չեմ խոսում, որ չասեն, այ Նիկոլ Փաշինյանին է պաշտպանում։ Բայց դուք գիտեք, որ Իլհամ Ալիևը ինձ երբեք չէր տալու։ Դուք գիտեք, որ ինձ ասում են դու երբեք չես վերադառնալու Հայաստան։ Ինչ բանակցություններ ա տարել երկրից ղեկավարը, որ ես հիմա իմ երկրում եմ։ Ես որ Հայաստանում եմ, իմ ընկերներս, իմ մոտիկ ընկերներս լացում են, ասում են մենք ոչ մեկս չենք պատկերացնում, որ դու ողջ կգաս Հայաստան։ Մի բան անելու են ու դու ողջ չես գալու Հայաստան։ Որովհետև գիտեին բոլորը, թե ոնց է տրամադրված, այդ երկրի ղեկավարը իմ դեմ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթել են իմ համար, շատ շնորհակալ եմ։ Բայց
գործողությունների ա գնացել երկրի ղեկավարը, որ այսօր ես այստեղ եմ։ Ու բացի դրանից մի հատ բան եմ ասում, այն որ բոլորը ձեր կորցրած ինքնատիրապետում չեմ ասում, ուղղակի այն որ մարդկային տեսակը կորցրած խոսում եք առանց հասկանալու, առանց մտածելու, հայախառ արտահայտություններ մեկը մյուսից մարդկային բանականությունը ոչնչացրած, լիքը մարդիկ ու չեք պատժվում։ Այդ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր դրա համար, որ ազատություն ա տվել խոսքի ու որոշ մարդիկ այդ ազատությունը վերագրում են, որ իրենք նեանդերտալец են ու կորցրել են բանականությունը ու հենց այդպես էլ պետք է լիներ, որ կարենային մեկը մյուսին մայր ու հայր ու կին ու երեխա վիրավորեին ու դրա համար չպատժվեին։ Այ մի մոռացեք Սերժ Սարգսյանի օրոք ինչ վիճակում կհայտնվեիք, եթե հանկարծ նման արտահայտություններ անեիք երկրի ղեկավարին կամ կառավարության ինչ-որ անդամին։ Ինչ կլիներ ձեր հետ։ Հիշեք, ես չեմ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, ես ճշմարտություն եմ խոսում։ Ես սիրում եմ ճշմարտությունը։ Հիշեք, այն ուժեղ տղեկը, որ հիմա իրան ցույց են տալի, մենք սենց ենք, մենք կնենցենք, սենցա ճիշտ է, այնա սխալը։ Այ դուք ինչ եք անում Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ ձեր ինքնասիրությունը կանային ոտնահարեն ու ոչ մեկը չէիք կարող ծպտուն հանեիք։ Իսկ հիմա այլել եք գորգռում եք, ձեր մայքեկն եք ճախում, մենք էս ենք, մենք են ենք։ Ես չեմ մոռացել նաև այն դեպքը, երբ որ նոյեմբերի 10-ին գիշերը հազարավոր մարդիկ լցվեցին կառավարության շենքի դիմաց, այն դեպքում, երբ որ հենց այդ տղերքը պետք էին առաջնագծում։ Ուր էիք։ Առաջնագծում չէիք, ելել էիք, ձեզ ճղում էիք, պարտվեցին պատերազմը։ Բա գնայիք այն տղեկը, որ զոհվեցին հազարներով, գնայիք իրանց հետ լինեիք, կոմա կլնեիք, օգնեիք։ Բա ես, որ ամեն ինչ թողած խաչ քաշեցի իմ կյանքի, իմ ընտանիքի վրա, ինչը լինեմ իմ ժողովրդի կողքին ու օգնեմ, մեր զինվորների հետ լինեմ, գնացի ընկա իրանց ձեռքը, թշնամու ձեռքը, այդքան տարիներ զրկանքներ կարեցի։ Հիմա ճիշտ ու սխալ եք որոշումը, տենց մտածում եք, որ դուք այնքան կաք, այնքան խելացի տղերք եք, կամ տատիկներ ու կանայք են, որ գրում են, էլի, իրանց մասին է խոսքը, ովքեր որ ինձ գրում են, չգիտեմ, դու սենց ես, չգիտեմ ինչ ես, դե այդքան մտածող էիք, ինչ եք արել մեր երկրի համար, դուք յուրաքանչյուրդ հարց տվեք ձեզ, ինչ եք արել։ Ամեն ինչից միայն գանգատվում եք, մենակ գանգատվում եք։ Հələ մի հատ գանգատվելու փոխարեն, մի հատ թուղթ ու գրիչ վեկալեք ձեր ձեռը, մի հատ ձեր անցյալը հիշեք, անցած տարիները, մի հատ մինուս ու պլյուս արեք, ձեր կյանքի սենց վրայով անցեք, կյանքի ճանապարհը գրեք, որտեղ ոնց եք ձեզ պահել, ոնց եք ձեզ զգացել, որտեղ եք նսեմացած զգացել, որտեղ կարողացել եք ձեր դիրքորոշումը հայտնեք, որտեղ եք ձեզ զգացել որպես մարդ, ով կարա արտահայտի իր սեփական կարծիքը, միտքը ու չճնշվի։ Մի հատ այդ ամենը սենց մինուս ու պլյուս արեք, մինչև այսօրվա օրը, մի հատ ձեր հայլին, հոգու հայլու առաջ կանգնեք մաքուր, սրտեք այդ հոգու հայլին, մի հատ մաքրեք ու կանգնեք մի հատ հարց տվեք, էլի ինտերը ձեզ։ Ինչ եք դուք ձեզանից ներկայացնում, որ իրավունք եք ձեզ վերապահում դիմացինին քննադատելու։ Այսինքն ինչով եք դուք առավել, ինչ ավելի շատ բան ունեք արած, գործ ունեք արած կամ քայլ ունեք արած, այդ տվյալ մարդուց, որ ձեզ իրավունք եք վերապահում քննադատելու։ Ես ուղղակի չեմ ուզում անհատական անդրադառնամ։ Չեմ ուզում ասենք կամ ասեմ հələ արի դու։ Ես ունեմ ապրած, ես գնահատում եմ իմ ապրած կյանքը, ես գնահատում եմ իմ հայրենասիրությունը, ու եթե դու մտածում ես, որ ինձանից առավել հայրենասեր ես կամ ինձանից ավելի շատ բան ունես արած, որ ինձ քննադատում ես կամ կարաս քեզ թույլ տաս վիրավորես, մի հատ պատասխան տուր։ Բայց ես չեմ իջնելու ձեր մակարդակին, չեմ իջնելու այդ դաշտ, բայց դա չի նշանակում, որ դուք կարաք անպատասխանատու արտահայտություններ անեք։ Ժողովուրդ, եկեք յուրաքանչյուրս մտածենք, որ մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսքերի համար, այսինքն ոնց։
Եթե ես մեկին հայոյում եմ, ես պետք է գիտակցեմ, որ տվյալ մարդն էլ ինձ է հայոյելու, այսինքն ես թույլ եմ տալու, որ ինքն էլ իմ ինքնասիրությանը կպնի։ Եթե ես թույլ տամ, որ մեկը կպնի իմ ինքնասիրությանը, ես անինքնասեր մարդ եմ, այսինքն։ Կարա ինչ-որ մեկը կպնի, ինչ-որ մեկի ինքնասիրությանը, բայց պատասխան չկարողանա տա։ Բայց եթե թույլ տաս, որ քո թույլ տվածով քո ինքնասիրությանը կպնեն, դու անինքնասեր մարդ ես ուղղակի։ Բարոյական օրենքները մարդկային ոչ միտեղ չեն գնալու։ Եթե դուք մտածում եք, որ օրենքը, չգիտեմ, մեղմ է, թույլ է տալիս, որ դուք կարենաք ինչ-որ դիրքորոշում հայտնեք, անմտածված, բայց դա չի նշանակում, որ դուք կարաք մարդկային օրենքները շրջանցեք։ Այն օրենքները, որոնք մենք բոլորս համարում ենք ինքնասիրություն, մարդկայնություն, մարդ լինել, բանական մարդ լինելու օրենքները։ Մեր առօրյա կյանքում ապրված ու ապրվելիք օրենքները։ Մարդիկ կան, իրոք եմ ասում, կարամ նշեմ, փաստացի լուրջ եմ ասում, առանց կարդալու նյութը գրում են դիրքորոշում լրիվ այլ բան։ Այսօր մարդ կա, ինձ ասում է, գրում է կոմենտարիաների մեջ, մեղադրելով, այդ կնոջ հետ կապված, որ իբր իմ հորաքույրն է եղել, գրում է, բայց որտեղից գիտեք, որ դա սարքած է։ Ասում, բայց ով ասեց, որ դա սարքած է։ Ես ասում եմ, այդ շինծույա սարքել են, այդ թատրոնը։ Ես ասում եմ, ինչ-որ տիկին ներկայացել է ինձ հորաքույր, որին ես չեմ ճանաչում։ Բայց ես ասեցի, որ սարքած է ինչ-որ բան։ Ես ո՞նց կարամ ասեմ սարքած է։ Կինը մոտիկացել է վարչապետին, իմ անունից ներկայանում է ինձ հորաքույր, չգիտեմ, ուզում է իրան օգնեն։ Ես ուղղակի ասում եմ, որ ես չեմ ճանաչում այդ կնոջը, ես չունեմ նման հորաքույր։ Բայց ես չեմ կարող ինձ թույլ տամ ասեմ սարքած է, որովհետև ես չգիտեմ դա սարքած է, թե կինը ինչ հիմքերով է եկել վարչապետին մոտիկացել։ Ամենայն դեպս, ես չեմ էլ ուզում պարզեմ։ Ուղղակի ես նշեցի, որ ես չեմ ճանաչում այդ կնոջը։ Վերջ։ Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, որովհետև ինձ էլ հետաքրքիր չի մնացածը։ Հասկանում եք, ես չեմ ուզում տնեմ բամբասանքի առարկա սարքեմ, չգիտեմ, ուզենամ PR-վեմ, ես իմ ինչեր սարքեմ, չէ, ժողովուրդ։ Ուղղակի էլ եմ ասում, ում հետաքրքիր չի իմ էջը, մի մտեք էջ։ Գիտեք, որ օրինակ գրում եք ինչ-որ տգետ բան ձեր մակարդակը ցույց տալով, դուք մտածում եք ինձ դրանով վիրավորում եք, կարամ գցեմ սև ցուցակ, ջնջեմ ու գնաք, պրծավ, էլ չեք տենալու իմ էջը, չեք երևալու իմ աչքին։ Ես մոռանալու եմ մի անգամից ձեր մասին։ Բայց մարդ եղեք, էլի մարդ, սովորական մարդկային մարդ, բանական մարդ եղեք։ Մի նյութը կարդալուց առաջ, ողջույն Պերճ ջան, Պերջիգիցյանին ողջույններ։ Մարդ եղեք, այսինքն կարդալուց նյութը կարդացեք, մի հատ վերլուծեք ձեր մեջ, հասկացեք, հետո նոր փորձեք ինչ-որ բան գրել, որ լինի տրամաբանության սահմաններում գիտակից մարդուն հարիր։ Ոչ թե անգիտակից զուտ խոսեք, արտահայտվեք արտահայտվելու կամ խոսելու համար։ Ես անելու եմ այն, ինչ իմ համար նպատակահարմար է։ Ես ուզեմ վաղը սրտիկներով կոստյում կկարեմ։ Ուզեմ սրտիկներով բոթաս կկարեմ։ Ոչ մեկ չի կարա ինձ ասի, որ ես պետականադեմ մարդ եմ։ Եթե ես գտնեմ, որ վաղը պետք է հելնեմ դուրս փողոցներով քայլեմ Նիկոլ Փաշինյանի կողքին, ես դա կանեմ ու ոչ մեկի կարծիքը հաշվի չեմ առնի, հասկանում եք։ Ես ունեմ ընկերներ, իրոք եմ ասում, շփվում ենք, ընկերություն ենք անում։ Մենք երբևիցե քաղաքական թեմաներ չենք շոշափում իրար հետ, որովհետև մենք ընկերություն ենք անում։ Մենք շփվում ենք ուղղակի։ Որովհետև ես չեմ կարա, չգիտեմ, քաղաքականությունից խոսամ, իմանալով, որ այդ մարդը օրինակ, չգիտեմ, օրինակ եմ բերում Սամվել Կարապետյանի թիմից է։ Ինձ հետաքրքիր չի ինքը ում թիմից է։ Ինձ հետաքրքիր է իր մարդ տեսակը։ Մենք հայ ենք բոլորս, հասկանում եք։ Եթե ադրբեջանցի օրինակ ԱԱԾ-ի աշխատող կամ քաղաքական գործիչ գա նստի ու ես հարեմ Ադրբեջանի գաղափարախոսությունը իր կողքին նկարվեմ ու ասեմ, որ հա ճիշտ է, դուք կասեք եսի
Դավաճան, այսի թշնամին է մեր երկրի։ Բայց ես իմ հայի հետ եմ նստում խոսում, իմ ազգի, իմ ազգակցի, իմ հարևանի, իմ ընկերոջ, իմ չգիտեմ ում հետ։ Ինչ քաղաքական հայացքներ ուզում ա ունենա, ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է իր մարդ տեսակը, որ մարդը մարդ լինի։ Հասկանում եք։ Հետաքրքիր չի ձեզ մեր էջը, մի նայեք մեր էջը։ Չեք ուզում գնել շապիկներից մեր, մի գնեք։ Ես ինչ-որ մեկին համոզել եմ կամ ինչ-որ մեկին, չգիտեմ, խորհուրդ եմ տալիս, չէ, բաց մարդիկ տեսնում են, ցանկանում են, գնում են, չեն ցանկանում, չեն գնում, ասված բոլորիս հետ։ Ով է ինձ, չգիտեմ, առաջ տարե, օգնե, որ ես զարգանամ, բիզնես ստեղծեմ, ով է ինձ ներդրում արե, գումար տվե, որ այսօր էլ ասում ա, գիտես ինչ կա, ես քեզ աճեցրի, այսօր դու իմ ասածով պետք է անես։ Ես ոչ մեկի ասածով չեմ անել, ես անել եմ իմ ասածով, որովհետև ես անկախ մարդ եմ։ Ոչ մեկից կախվածության մեջ չեմ, ոչ մի հարցով։ Ընդհանրապես։ Ոչ մեկ իմ համար ոչինչ չունի արած, ոչ մեկի համար էլ ես պատասխանատու կամ չգիտեմ ինչ-որ պարտականություններ ոչ մեկի առաջ ես չունեմ։ Ես ունեմ իմ ժողովրդի, իմ պետության առաջ պատասխանատվություն ու պարտականություն, որ լինեմ ես իմ ազգիս բարոյական ու նվիրալ մարդը քաղաքացին, իմ ժողովրդիս նվիրալ քաղաքացին, իրանցից մեկը, չխանգարեմ իմ պետությանը, բացի օգնելուց ոչ մի բան ես չեմ արել իմ կյանքում իմ պետությանը, ոչ մի բան։ Ու այդ մարդիկ գնահատում են այսօր։ Ու էլի եմ ասում, այսօրվա կառավարությանը պետք է շնորհակալ լինեք այն մարդիկ, ովքեր որ բերանները աճ ու ձախ բացում են առանց մտածելու, պետք է շնորհակալություն հայտնեք, հետո նոր խոսակ, որ այսօր այդ բերանները այդպես բացվում է ազատ։ Մնացած պարագաներում հիշեք ինչ կլիներ ձեր հետ։ Ոնց որ Սերժ Սարգսյանին մեկը կպել էր Մոսկվայից, ծնկի իջած ինչեր էր ասում ու ներողություն խնդրում, հիշեք։ Այդպես կլներ։ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, իրոք եմ ասում, որ այդ խոսքի ազատությունը բոլորը դարձրել եք, չգիտեմ, լեզվի փաթաթան ու առանց գիտակցելու աճ ու ձախ խոսում եք, հայույա խառը։ Ամենաառաջինը հիշեք, դուք մարդ եք, մենք բոլորս մարդ ենք, ունենք բարոյականություն, ունենք գաղափար, մտածելու, վերլուծելու, հասկանալու, այսինքն եթե մարդ ունի հասկացողություն, պետքա գիտակցի, որ պատասխանատվություն պետքա կրի իր բառերի մտքի համար, այսինքն որտեղ սկսում են իմ իրավունքները, դու չես կարա ոտնահարես ու անցնես իմ վրայով, պետքա հարգես ինձ, ես էլ բնականա քեզ, մի մոռացեք, մենք բոլորս էլ երեխա ժամանակներս փողոցային կյանքով ապրել ենք, ռազբորկեք, տղեկին է վերաբերում ասածս, ռազբորկեք ենք արել, ճիշտ ու սխալ ենք ճոգել, չգիտեմ ինչ ենք արել, այսօր այդ տղեկա մեկը մեկին մեր ու քուր են հայոյում, կին են հայոյում, ու մոռացել են լրիվ բարոյականություն, մարդ, տաղար կոչվել, կանայք, լիքը կանայք կան, որ առանց մտածելու բերանները բացում են։ Էլի եմ ասում, որ դուք ինձ ասում եք Նիկոլ Փաշինյանի սրտիկն է սարքում, լավ եմ անում, ոչ մեկը իրավունք չունեք ինձ ասելու, թե ես ինչ անեմ, ոչ մեկը չեք ապրել այն, ինչ ես եմ ապրել իմ ընտանիքի հետ, ու ոչ մեկը չգիտեք, թե ինչ պայմաններով է Նիկոլ Փաշինյանը ինձ ազատել Իլհամ Ալիևի ձեռքից։ Ու ես դրա համար էլ շնորհակալություն եմ հայտնել ու հայտնելու եմ։ Ես չեմ կարող ուրանալ, որ Ալեն Սիմոնյանը միշտ հետաքրքրվել է ինձանից, իմ ընտանիքից։ Չգիտեմ, մարդկային մարդ բարձր տեսակով։ Ամոթա, նախ մարդ եղեք, հետո նոր փորձեք ինչ-որ մեկին բան սովորացնեք։
Ես էլի եմ ասում, ես այնց կյանք եմ ապրել իմ ամբողջ պատմության մեջ, որ ոչ մեկ չի կարա ինձ ճիշտ ու սխալն ասի, որովհետև ես իմ կյանքում միշտ ինչ արել եմ իմ արածի համար պատասխան եմ տվել, լավ լինի թե վատ լինի։ Ու ես իմ կյանքի փորձը ինձ շատ լավ սովորացրել է, որտեղ ինչ անեմ, ինչ խոսեմ, որտեղ լինեմ ուշադիր, ում հետ կարամ նստեմ, ում հետ կարամ չնստեմ, ու որ քաղաքական ուժին կարամ աջակցեմ։ Դա էլ շատ լավ գիտեմ։ Անես որ հանգիստ եղեք Ժորժ ջան, իմ մասին թողեք ես մտածեմ, այն մարդիկ ովքեր ինձ ճանաչում են, ես իրանք շատ լավ գիտեմ, բոլորի շատ լավ գիտեմ, իրանք էլ ինձ գիտեն, մենք իրար շատ լավ հասկանում ենք, ովքեր էլ չեն ճանաչում, թող ուրիշներից իմանան, հարցնեն ով է եղես, մինչ 5 տարի առաջ, հիմա, Դու որ ասում եք աննականներ են ինձ ուղարկում, Հասմիկ Հակոբյանին պատգամավոր Գևորգ Սուջանը մայկայան նվեր տվե իր բիզնեսը ռեկլամ անելու համար։ Լավ եմ արել, մենակ Հասմիկ Հակոբյանին չեմ տվե։ Նիկոլ Փաշինյանին էլ եմ ուղարկել, Ալեն Սիմոնյանին էլ եմ ուղարկել, ու էլի մարդկանց եմ ուղարկել։ Եթե ուզում եք ձեզ էլ կարամ ուղարկեմ, ով է հետևը վարված։ Ով ուզի կարամ իրան էլ ուղարկեմ, որ հանգստանաք։ Դուք էլ ձեր գաղափարախոսական ինչ-որ, չգիտեմ, ցանկացած մի հատ բան, միտք ասեք, դրան տանք, չգիտեմ, լուծում, ձեր համար մայքա սարքենք կամ կոստյում կկարենք, հակեք, ասեք Գևորգ Սուջանն է ուղարկել, ես դեմ չեմ։ Ով ինչ ուզում է պատրաստ ենք իրանց համար, մենք բոլորս էլ հայ ենք, բայց յուրաքանչյուրին պետք է գնահատել ըստ արժանավույթ, արժանի մարդուն, արժանի ձևով, արժանի պատասխան։ Եղավ, լավ մնացեք, ու մի արեք այնպես բաներ, որ չգիտեմ, ոչ կարողանաք հետո նայել իմ աչքերի մեջ, կամ էլ ճանապարհ փոխեք ինձ տեսնելուց փողոցում։ Ես միշտ ճիշտ եմ պահել, որ չգիտեմ, սուբորդինացիան միշտ պահել եմ։ Մարդկային միջմարտկային հարաբերությունը միշտ բարձր եմ գնահատել ես դա։ Այդ շատ կարևոր է ժողովուրդ ջան։ Շատ եմ սիրում ձեզ, լավ եղեք, լավ մնացեք։ Ավետիս Մելքոնյան ինչա գրե։ Ավետիս Մելքոնյան մի րոպե։ Եվ ով ինչ ուզում է թող գրեք ժողովուրդ ջան, գրեք, ես ձեզ նվերել կարամ տամ մի քանի հատ, տենց շապիկներ հակեք, ինչ ձև շապիկներ ուզում եք, ով ուզում է նվերել կտամ, ոչինչ, ամեն ինչ նորմալ է, կարևորը մարդկային հարաբերություններն են, ձեզ շատ եմ սիրում, այս ամբողջ տարիները, որը ես անցել եմ, ինձ շատ մեծ կյանքի փորձ է տվել, այնց որ դուք չգիտեմ, մի մտահոգվեք, իմ ապագան ես շատ լավ տեսնում եմ, իմ բոլորս յուրաքանչյուր մարդ ինքն է իր ապագան կերտողը, ես կերտում եմ իմ ապագան, ով էլ կցանկանա, որ իրեն օգնեմ, կօգնեմ, որ կերտեն իրենց ապագան, իսկ այն մարդիկ, ովքեր որ օգնում են ինձ, որ կերտվի իմ ապագան, իրանց էլ հատուկ ձևով ես շնորհակալություն հետո կհայտնեմ, ուղղակի հիմա չեն ուզում, որ իրենց մասին ես խոսեմ, պետք չի, մի քիչ ավելի, ասենց ասեմ, համեստ մարդիկ են, իրանք շատ բարձր մակարդակի, բայց շատ համեստ մարդիկ են, ու չեն ուզում, որ օգնությունը շահարկվի, էլի, ցուցադրվի։ Այսքանը, շատ եմ ձեզ սիրում, լավ եղեք, լավ մնացեք, քաղաքական դաշտը մի կապեք մարդկային դաշտին, մի կապեք, բոլորս հայ ենք, լավ մնացեք, հաջողություն։